Ողջույն ընկերներ, այսօր ուզում եմ խոսել Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Երանոց գյուղի մասին։ Վերջին մարդահամարի տվյալներով գյուղում բնակվում է մոտ 5000 մարդ, բայց քանի որ մարզերում եւ գյուղերում կա բնակչության նվազեցման խնդիր, հնարավոր է, որ այսօր թիվը մի փոքր քիչ լինի արդեն։ 2025 թվականի ապրիլից գյուղում սկսել են նոր դպրոցի կառուցման աշխատանքներ, եւ այդ ծրագիրը իրականացնելու համար պետությունը տրամադրել է մոտ 2 միլիարդ 490 միլիոն դրամ, որպեսզի հասկանանք, սա հավասար է մոտ 6.5 միլիոն դոլարի։ Գյուղի մեծ մասը մեկնում է արտագնա աշխատանքի, եւ որպեսզի պատկերացնենք, վերջի մարդահամարի տվյալներով գյուղի աշխատաշուկան տղամարդ-կին հարաբերակցությամբ կազմում է մոտ 52-48%։ Գեղարքունիքի մարզի այս գյուղը երբեմն մարդիկ խոսելիս նշում են որպես խոպանչիների գյուղ, եւ որպեսզի հասկանանք 5000 բնակչություն ունեցող այս գյուղում չկա որևէ մեկ ընտանիք, որտեղ տան տղամարդը չմեկնի արտագնա աշխատանքի։ Գյուղում կան նույնիսկ տներ, որ բնակեցված չեն, տան, այսպես ասած, դռան կողպեքներ, որ կողպված են, որպեսզի հասկանանք, այստեղ աշխատանքի շատ լուրջ խնդիր կա, եւ նույնիսկ երբ սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը եւ ունեցանք ռուբլու մեծ անկում, մարդիկ ստիպված են նորից մեկնել արտագնա աշխատանքի, որովհետեւ գյուղում աշխատանքի շատ մեծ խնդիր կար։